Աշխարհում կան վայրեր, որոնց մասին լսել են գրեթե բոլորը։ Վայրեր, որոնց անունները տարիների ընթացքում վերածվել են առեղծվածի խորհրդանիշի։ Այդպիսի վայրերից մեկն է Բերմունդյան եռանկյունին։ Տասնամյակներ շարունակ այն ներկայացվել է որպես օվկիանոսի ամենավտանգավոր հատվածներից մեկը։ Ասում էին, թե այստեղ անհետանում են նավեր, կորում են ինքնաթիռներ, խափանվում են կողմնացույցերը։ Իսկ որոշ պատմություններ նույնիսկ պնդում էին, որ այս ջրերում գործում են անհայտ ուժեր, որոնք դուրս են մարդկային գիտելիքի սահմաններից։ Բայց արդյոք իրականությունը նույնքան սարսափելի է, որքան լեգենդները։ Ինչն է Բերմուդյան եռանկյունին դարձրել աշխարհի ամենահայտնի առեղծվածներից մեկը։ Եվ ամենակարևորը, արդյոք այստեղ իսկապես տեղի են ունենում անբացատրելի երևույթներ, թե տարիների ընթացքում իրական փաստերը պարզապես խառնվել են մարդկային երևակայության հետ։ Այս տեսանյութում մենք կվերադառնանք պատմության ամենահայտնի անհետացումներին, կծանոթանանք ամենատարածված տեսանյութերին եւ կփորձենք հասկանալ, թե որտեղ է ավարտվում առասպելը եւ սկսվում իրականությունը։ Հետաքրքիր է, բայց եթե այսօր բացեք աշխարհի պաշտոնական քարտեզները, այնտեղ չեք գտնի որևէ տարածք, որը նշված կլինի որպես Բերմուդյան եռանկյունի։ Պաշտոնապես նման տարածաշրջան պարզապես գոյություն չունի։ Այնուամենայնիվ, միլիոնավոր մարդիկ գիտեն այդ անվանումը։ Սովորաբար Բերմուդյան եռանկյունի անվանումը տրվում է Ատլանտյան օվկիանոսի մի հատվածի, որը գտնվում է 3 կետերի միջև՝ Ֆլորիդայի հարավարևելյան ափը, Բերմուդյան կղզիները եւ Պուերտո Ռիկոն։ Քարտեզի վրա այս կետերը միացնելիս ստացվում է եռանկյան նման պատկեր, սակայն այստեղ է թաքնված առաջին հետաքրքիր փաստը։ Տարբեր հեղինակներ եւ հետազոտողներ այդ եռանկյունին տարբեր ձևերով են պատկերում։ Ոմանք մեծացնում են դրա սահմանները, մյուսները փոքրացնում։ Արդյունքում նույնիսկ տարածքի չափերի վերաբերյալ չկան միասնական կարծիք։ Սա նշանակում է, որ տարիների ընթացքում տարբեր դեպքեր երբեմն ներառվել են Բերմուդյան եռանկյան պատմությունների մեջ, իսկ երբեմն ոչ։ Չնայած դրան, մարդկանց հետաքրքրությունը երբեք չի նվազել, քանի որ այս տարածքի համբավը ձևավորվել է ոչ թե քարտեզների, այլ պատմությունների շնորհիվ, եւ այդ պատմությունների արմատները մեզ տանում են ավելի քան 500 տարի հետ։ 1492 թվական Քրիստոֆոր Կոլումբոսը 3 նավերով լքում է Իսպանիա եւ ճանապարհ ընկնում դեպի արևմուտք։ Նրա նպատակը Ասիա հասնելու նոր ծովային ուղի գտնելն էր։ Փոխարենը նա հայտնաբերեց մի աշխարհ, որի գոյության մասին Եվրոպան գրեթե ոչինչ չգիտեր։ Այս ճանապարհորդության ընթացքում Կոլումբոսի նավերը անցան այն ջրերով, որոնք հետագայում կապվեցին Բերմուդյան եռանկյան հետ, եւ հենց նրա օրագրերում են հայտնվում այս տարածաշրջանի մասին առաջին տարօրինակ գրառումները։ Մի օր նա նկատեց, որ կողմնացույցների սլաքը սովորականից տարբեր ուղղությամբ է շարժվում։ Այդ ժամանակաշրջանում կողմնացույցը նավաստիների գլխավոր գործիքն էր, ուստի նման շեղումները անհանգստացնող էին թվում։ Մի քանի օր անց նա նկարագրեց նաև օվկիանոսի անսովոր վիճակը եւ հեռվում երևացող տարօրինակ լույսը, որը հայտնվում էր եւ անհետանում։ Կոլումբոսը չգիտեր, թե ինչ էր դա։ Հնարավոր է բնական երևույթ, հնարավոր է հեռավոր կրակ, կամ պարզապես օպտիկական խաբկանք։ Սակայն 500 տարի առաջ նման տեսարանները հեշտությամբ կարող էին վերածվել լեգենդների։ Ժամանակի ընթացքում այս գրառումները սկսեցին ներկայացվել որպես Բերմուդյան եռանկյան առաջին առեղծվածները։ Թեև այսօր գիտնականները կարծում են, որ այդ երևույթների մեծ մասը կարող է ունենալ լրիվ բնական բացատրություն։ Բերմուդյան եռանկյան մասին պատմությունները հաճախ կապվում են անհետացած նավերի եւ ինքնաթիռների հետ, սակայն ամենահայտնի վաղ դեպքերից մեկը իրականում անհետացումը չէր։ Այն տեղի ունեցավ 1609 թվականին։ Այդ տարի Sea Venture անունով անգլիական նավը շարժվում էր դեպի Հյուսիսային Ամերիկա։ Նավը տեղափոխում էր գաղութարարների եւ պաշարների մեծ խումբ։ Ճանապարհի ընթացքում այն հայտնվեց հզոր փոթորկի մեջ։ Օրեր շարունակ անձնակազմը պայքարում էր ալիքների եւ քամու դեմ։ Վերջապես նավապետը հասկացավ, որ նավը չի կարող շարունակել ճանապարհը։ Որպես վերջին միջոց նա այն ուղղեց դեպի մոտակա ցամաքը։ Նավը բախվեց խութերին եւ վնասվեց, բայց մարդիկ կարողացան փրկվել։ Նրանք հայտնվեցին Բերմուդյան կղզիներում։ Այդ ժամանակ շատ նավաստիներ այդ կղզիներից վախենում էին։ Տարածված էին պատմություններ, թե դրանք անիծված են, որ այնտեղ բնակվում են չար ուժեր, կամ որ այնտեղ հասած նավերը այլևս չեն վերադառնում։ Սակայն փրկվածները շուտով հասկացան, որ իրականությունը բոլորովին այլ է։ Կղզիները հարուստ էին քաղցրահամ ջրով, կենդանիներով եւ բուսականությամբ։ Մի քանի ամիս անց նրանք նոր նավեր կառուցեցին եւ շարունակեցին ճանապարհը։
Սակայն Sea Venture-ի պատմությունը մեծ ազդեցություն ունեցավ մարդկանց երևակայության վրա։ Տարիների ընթացքում այն դարձավ բերմուդների մասին բազմաթիվ լեգենդների հիմքերից մեկը, եւ սա դեռ միայն սկիզբն է։ Առջևում կային շատ ավելի խորհրդավոր պատմություններ։ 19-րդ դարի վերջում ծովագնացների շրջանում տարածվեց մի պատմություն, որը հետագայում դարձավ բերմուդյան եռանկյան ամենահայտնի լեգենդներից մեկը։ Պատմության համաձայն Ellen Astin առևտրային նավը Ատլանտյան օվկիանոսում նկատել էր մեկ այլ նավ։ Նավը լողում էր առանց որևէ տեսանելի անձնակազմի։ Երբ մարդիկ բարձրացել էին դրա տախտակամած, այնտեղ ոչ ոքի չէին գտել։ Անձնակազմ չկար, ուղևորներ չկային, նավը դատարկ էր։ Որոշվեց մի քանի նավաստի ուղարկել այն նավի վրա եւ այն ուղեկցել դեպի նավահանգիստ, սակայն դրանից հետո տեղի ունեցավ տարօրինակ դեպք։ Ըստ պատմության ուժեղ մառախուղից հետո նավը անհետացավ։ Երբ մառախուղը ցրվեց, այն այլևս չէր երևում։ Ավելի ուշ այն կրկին հայտնաբերվեց, բայց արդեն առանց այն մարդկանց, որոնք ուղարկվել էին այնտեղ։ Տարիների ընթացքում այս պատմությունը դարձավ ուրվական նավերի մասին ամենահայտնի պատմություններից մեկը։ Սակայն կա մեկ խնդիր։ Պատմաբանները մինչ օրս չեն գտել բավարար փաստաթղթեր, որոնք ամբողջությամբ հաստատում են այս դեպքը։ Հնարավոր է պատմության մի մասը չափազանցվել է կամ փոխվել տարիների ընթացքում, բայց դա չխանգարեց, որ այն դառնա բերմուդյան եռանկյան առեղծվածային համբավի մի մասը։ Իսկ 20-րդ դարի սկզբին տեղի ունեցավ մի դեպք, որն արդեն իրական էր եւ շատ ավելի լուրջ։ 1918 թվական առաջին համաշխարհային պատերազմը դեռ շարունակվում էր։ ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Cyclops հսկայական բեռնատար նավը ճանապարհ էր ընկել Բարդադորից դեպի Բալթիմոր։ Նավի վրա գտնվում էին ավելի քան 300 մարդ եւ հազարավոր տոննա բեռ։ Այն ժամանակ սա ԱՄՆ ռազմածովային պատմության ամենամեծ նավերից մեկն էր։ Սակայն նավը երբեք չհասավ իր նպատակին։ Ոչ մի աղետի ազդանշան չուղարկվեց, ոչ մի բեկոր չհայտնաբերվեց, ոչ մի փրկված մարդ չգտնվեց։ Նավը պարզապես անհետացավ։ Այս դեպքը մինչ օրս համարվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի ամենամեծ ոչ մարտական կորուստներից մեկը։ Տարիների ընթացքում առաջ քաշվեցին բազմաթիվ վարկածներ։ Ոմանք կարծում էին, որ նավը հայտնվել է ուժեղ փոթորկի մեջ։ Մյուսները ենթադրում էին կառուցվածքային խնդիրներ, կային նաև ավելի արտասովոր բացատրություններ, սակայն իրական պատասխանը երբեք չի գտնվել։ Եվ հենց նման դեպքերն էին, որ աստիճանաբար ձևավորում էին բերմուդյան եռանկյան խորհրդավոր համբավը։ Բայց եթե կա մեկ դեպք, որն իսկապես բերմուդյան եռանկյունին դարձրեց համաշխարհային առեղծված, ապա դա տեղի ունեցավ 1945 թվականին։ Այն հայտնի է մեկ անունով՝ Flight 19։ 1945 թվականի դեկտեմբերի 5-ին ԱՄՆ ռազմածովային ուժերի 5 ռմբակոծիչ ինքնաթիռներ մասնակցում էին սովորական ուսումնական թռիչքի։ Այս խումբը հայտնի էր Flight 19 անունով։ Թռիչքը պետք է տևեր ընդամենը մի քանի ժամ։ Օդաչուները պետք է իրականացնեին վարժանքներ եւ վերադառնային բազա։ Սկզբում ամեն ինչ ընթանում էր ըստ պլանի, բայց որոշ ժամանակ անց ռադիոկապով սկսեցին ստացվել անհանգստացնող հաղորդագրություններ։ Խմբի հրամանատարը հայտնում էր, որ կողմնակիցները ճիշտ չեն աշխատում։ Նա վստահ չէր, թե որտեղ են գտնվում։ Շուտով իրավիճակը ավելի խառնվեց։ Օդաչուները տարբեր կարծիքներ ունեին իրենց դիրքի վերաբերյալ։ Վառելիքը աստիճանաբար սպառվում էր, եղանակային պայմանները վատանում էին, իսկ ռադիոկապը դառնում էր ավելի թույլ։ Վերջին հաղորդագրություններից մեկում լսվում էր, որ խումբը փորձում է գտնել ցամաք, դրանից հետո կապը ընդհատվեց։ 5 ինքնաթիռներն անհետացան։ Նրանց որոնելու համար անմիջապես օդ բարձրացավ փրկարարական ինքնաթիռ, բայց անհավատալիորեն այն նույնպես կորավ։ Արդյունքում մեկ օրվա ընթացքում անհետացան 6 ինքնաթիռ եւ ավելի քան 20 մարդ։ Չնայած լայնածավալ որոնումներին ոչ մի հստակ հետք չգտնվեց։ Հենց այս դեպքից հետո Բերմուդյան եռանկյան մասին հետաքրքրությունը սկսեց արագ աճել։ Շատերի համար Flight 19-ը դարձավ ապացույց, որ այս տարածքում տեղի են ունենում անբացատրելի երևույթներ։ Սակայն տարիներ անց հետազոտողները հայտնաբերեցին, որ դեպքի մասին տարածված պատմությունների մի մասը չափազանցված էր։ Որոշ ռադիոհաղորդագրություններ սխալ էին մեկնաբանվել, իսկ եղանակային պայմանները շատ ավելի վատ էին, քան երկար ժամանակ ներկայացվում էր։ Այնուամենայնիվ Flight 19-ը մինչ այսօր մնում է Բերմուդյան եռանկյան ամենահայտնի առեղծվածը։ Հետաքրքիր է, որ երկար ժամանակ ոչ ոք այս տարածքը Բերմուդյան եռանկյունի չէր անվանում։ Չկար որևէ պաշտոնական անուն, չկար որևէ ճանաչված առեղծվածային գոտի։ Այս գաղափարը ձևավորվեց շատ ավելի ուշ։ 1964 թվականին ամերիկացի լրագրող Վինսենտ Գեդինսը հրապարակեց հոդված,
որտեղ առաջին անգամ օգտագործեց Բերմուդյան եռանկյունի արտահայտությունը։ Նա մի քանի հայտնի անհետացումներ ներկայացրեց մեկ ընդհանուր պատմության մեջ։ Հոդվածը մեծ հետաքրքրություն առաջացրեց։ Մարդիկ սկսեցին կապ գտնել իրարից անկախ դեպքերի միջև։ Շուտով հայտնվեցին գրքեր, հեռուստահաղորդումներ, վավերագրական ֆիլմեր։ Յուրաքանչյուր նոր հրապարակում ավելի էր մեծացնում առեղծվածի համբավը։ 1974 թվականին հրապարակվեց մի գիրք, որը դարձավ համաշխարհային բեսթսելլեր։ Այն ներկայացնում էր Բերմուդյան եռանկյունին որպես մի վայր, որտեղ անհետանում են նավեր եւ ինքնաթիռներ, առանց որևէ բացատրության։ Գիրքը վաճառվեց միլիոնավոր օրինակներով, եւ հենց այդ ժամանակ Բերմուդյան եռանկյունին դարձավ համաշխարհային մշակույթի մի մասը։ Սակայն կար մի կարևոր խնդիր։ Շատ դեպքեր ներկայացվում էին առանց ամբողջական փաստերի, որոշ պատմություններ չափազանցված էին, որոշ դեպքերում բաց էին թողնվել եղանակային պայմանների մասին տվյալները, իսկ որոշ անհետացումներ ընդհանրապես տեղի չէին ունեցել հենց այդ տարածքում։ Բայց հանրության հետաքրքրությունն արդեն այնքան մեծ էր, որ լեգենդը սկսեց ապրել սեփական կյանքով։ Շուտով հայտնվեցին ավելի արտասովոր բացատրություններ, որոնք Բերմուդյան եռանկյունին կապում էին կորած քաղաքակրթությունների, այլմոլորակայինների եւ նույնիսկ ժամանակային պորտալների հետ։ Երբ որևէ առեղծված երկար ժամանակ մնում է առանց հստակ պատասխանի, մարդիկ սկսում են սեփական բացատրություններն առաջարկել։ Բերմուդյան եռանկյունու դեպքում այդ բացատրությունները երբեմն շատ հեռու են գնացել։ Ամենահայտնի տեսություններից մեկը կապված էր Ատլանտիդայի հետ։ Ըստ հին լեգենդների Ատլանտիդան զարգացած քաղաքակրթություն էր, որը հազարավոր տարիներ առաջ անհետացել էր օվկիանոսի խորքերում։ Որոշ հեղինակներ ենթադրեցին, որ այդ քաղաքակրթության տեխնոլոգիաները դեռ գործում են օվկիանոսի հատակում, եւ հենց դրանք են խափանում նավերի ու ինքնաթիռների սարքավորումները։ Մյուսները առաջարկեցին ավելի արտասովոր գաղափարներ։ Ըստ նրանց, Բերմուդյան եռանկյունին կարող էր լինել մի վայր, որտեղ բացվում են ժամանակային կամ տարածական պորտալներ։ Այս տեսության համաձայն նավերն ու ինքնաթիռները պարզապես տեղափոխվում են այլ ժամանակ կամ այլ վայր։ Կային նաև նրանք, ովքեր մեղադրում էին այլ մոլորակայինների։ Նրանց կարծիքով անհետացած նավերն ու ինքնաթիռները դարձել էին արտերկրյա քաղաքակրթությունների զոհ։ Սակայն այս բոլոր տեսությունների համար մինչ օրս չի հայտնաբերվել որևէ գիտական ապացույց։ Չկան փաստաթղթեր, չկան չափումներ, չկան հավաստի տվյալներ։ Այնուամենայնիվ, հենց այս պատմություններն էին, որ Բերմուդյան եռանկյունին վերածեցին համաշխարհային առեղծվածի խորհրդանիշի։ Բայց եթե գերբնական բացատրությունները բավարար չեն, ապա ինչպես են գիտնականները բացատրում այդ տարածքում տեղի ունեցած դեպքերը։ Տարիներ շարունակ Բերմուդյան եռանկյան մասին ստեղծվել են հարյուրավոր պատմություններ, սակայն գիտնականներին հետաքրքրում էր մեկ հարց. եթե այստեղ իսկապես գոյություն ունի ինչ-որ անսովոր երևույթ, ապա ինչու այն հնարավոր չէ գրանցել կամ չափել։ Այդ պատճառով բազմաթիվ հետազոտողներ սկսեցին ուսումնասիրել տարածաշրջանի իրական պայմանները, եւ ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ այս տարածքը բնության տեսանկյունից բավական բարդ վայր է։ Առաջին կարևոր գործոնը եղանակն է։ Ատլանտյան օվկիանոսի այս հատվածում հաճախ ձևավորվում են ուժեղ փոթորիկներ եւ արևադարձային ցիկլոններ։ Ժամանակակից արբանյակները թույլ են տալիս դրանք նկատել նախօրոք, սակայն անցյալում նավաստիներն ու օդաչուները հաճախ հայտնվում էին դրանց կենտրոնում, առանց նախազգուշացման։ Բացի այդ, այստեղով անցնում է Գոլֆստրիմ հոսանքը։ Սա աշխարհի ամենահզոր օվկիանոսային հոսանքներից մեկն է։ Այն կարող է շատ արագ տեղափոխել ջրի մակերեսին հայտնված բեկորները։ Եթե նավ կամ ինքնաթիռ վթարի ենթարկվեր, հնարավոր է, որ հետքերը կարճ ժամանակում տարածվեին մեծ տարածության վրա։ Դրա պատճառով որոնումները հաճախ ավելի դժվար էին դառնում։ Գիտնականները նաև ուսումնասիրել են կողմնացույցերի աշխատանքի վերաբերյալ պատմությունները։ Շատ տարիներ տարածված էր կարծիքը, թե Բերմուդյան եռանկյունում գոյություն ունի հատուկ մագնիսական անոմալիա, սակայն հետազոտությունները ցույց տվեցին, որ նման շեղումներ հանդիպում են աշխարհի բազմաթիվ վայրերում։ Բերմուդյան եռանկյունին այս առումով առանձնահատուկ չէ։ Մեկ այլ տեսություն կապված էր օվկիանոսի հատակից արտանետվող մեթանի հետ։ Ըստ այդ վարկածի, որոշ պայմաններում մեծ քանակությամբ գազ կարող էր բարձրանալ մակերես։ Դա կարող էր նվազեցնել ջրի խտությունը եւ դժվարացնել նավերի լողունակությունը։ Թեև այս երևույթը տեսականորեն հնարավոր է, գիտնականները մինչ օրս չեն գտել ապացույցներ, որ այն պատասխանատու է հայտնի անհետացումների մեծ մասի համար։ Աստիճանաբար ավելի ու ավելի ակնհայտ դարձավ, որ դեպքերի մեծ մասը կարելի է բացատրել սովորական պատճառներով՝ փոթորիկներ, նավիգացիոն սխալներ, տեխնիկական խափանումներ, մարդկային գործոն եւ օվկիանոսի անկախատեսելի բնույթ։
Բայց նույնիսկ այս բացատրություններից հետո մեկ հարց դեռ մնում էր. եթե Բերմուդյան եռանկյունին առանձնահատուկ չէ, ապա ինչու է հենց այն դարձել աշխարհի ամենահայտնի առեղծվածներից մեկը։ Այսօր բազմաթիվ կազմակերպություններ ուսումնասիրել են Բերմուդյան եռանկյան հետ կապված դեպքերը։ Դրանց թվում են ԱՄՆ առափնյա պահպանության ծառայությունները, ծովային ապահովագրական ընկերությունները եւ անկախ հետազոտողները։ Նրանց եզրակացությունները հիմնականում նույնն են։ Չկա որևէ ապացույց, որ այս տարածքում անհետացումների թիվը զգալիորեն ավելի մեծ է, քան աշխարհի մյուս ծանրաբեռնված ծովային ուղիներում։ Փաստորեն, Բերմուդյան եռանկյունին գտնվում է աշխարհի ամենաակտիվ նավագնացական եւ օդային երթուղիներից մեկում։ Ամեն օր այստեղով անցնում են հարյուրավոր նավեր եւ ինքնաթիռներ։ Երբ երթևեկությունն այդքան մեծ է, բնական է, որ ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում նաեւ դժբախտ պատահարներ։ Սակայն մարդկային ուղեղը հետաքրքիր առանձնահատկություն ունի։ Մենք սիրում ենք պատմություններ, հատկապես այնպիսի պատմություններ, որոնց բոլոր պատասխանները հայտնի չեն։ Երբ մի քանի անհասկանալի դեպքեր միավորվեցին մեկ ընդհանուր պատմության մեջ, ծնվեց լեգենդը, եւ այդ լեգենդը սկսեց ապրել իրական փաստերից անկախ։ Սակայն սա չի նշանակում, որ Բերմուդյան եռանկյունին հետաքրքիր չէ, ընդհակառակը, այն հիանալի օրինակ է, թե ինչպես կարող են իրական իրադարձությունները, լրատվամիջոցները եւ մարդկային երևակայությունը միասին ստեղծել համաշխարհային առեղծված։ Գուցե հենց դա է Բերմուդյան եռանկյան ամենամեծ գաղտնիքը, ոչ թե անհետացած նավերը, ոչ թե կորած ինքնաթիռները, այլ այն, թե ինչպես են մարդիկ ստեղծում լեգենդներ, եւ ինչպես են այդ լեգենդները շարունակում ապրել սերունդների ընթացքում։ Այսօր Բերմուդյան եռանկյունի շարունակում է մնալ աշխարհի ամենահայտնի առեղծվածային վայրերից մեկը։ Նայած գիտությունը բազմաթիվ հարցերի պատասխաններ է տվել, հետաքրքրությունը դրա նկատմամբ չի անհետացել, եւ գուցե դա բնական է, քանի որ մարդը միշտ ձգտել է բացահայտել անհայտը, փորձել հասկանալ այն, ինչ առաջին հայացքից անբացատրելի է թվում։ Բերմուդյան եռանկյան պատմությունը մեզ հիշեցնում է, որ երբեմն իրականությունը ոչ պակաս հետաքրքիր է, քան ամենահամարձակ լեգենդը, եւ որքան էլ մոտենանք ճշմարտությանը, օվկիանոսը միշտ կպահպանի իր գաղտնիքներից մի քանիսը։ Բերմուդյան եռանկյունին գուցե այլևս ամենամեծ առեղծվածը չէ, բայց այն շարունակում է հիշեցնել, թե որքան քիչ բան գիտենք մեր մոլորակի մասին։